2025 թվականին ադրբեջանական ավիաընկերությունները Հայաստանի օդային տարածքով իրականացված թռիչքների համար հայ աերոնավիգացիա ընկերությանը 434,315 եվրո են վճարել։ Մուծումները կատարվել են Եվրոկոնտրոլ կազմակերպության կենտրոնական գրասենյակի միջոցով, սահմանված միջազգային ընթացակարգով։ Հայաստանի օդային տարածքում թռիչքների անվտանգ սպասարկումն իրականացնում է հայ աերոնավիգացիա ՓԲԸ-ն, որը վերահսկում է օդային երթևեկության կազմակերպումն ու ավիացիոն ծառայությունների մատուցումը։ 2026 թվականի փետրվարի 7-ից ազգային ժողովի ընտրությունների գործընթացի մեկնարկից հետո ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրեական վարույթ է ուղարկվել դատարան։ Գլխավոր դատախազության տեղեկացմամբ 153 անձի առաջադրված մեղադրանքները վերաբերում են ընտրակաշառք տալուն եւ ստանալուն, ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելուն, ինչպես նաեւ բարեգործության արգելքի խախտմանը։ Դատախազությունը նշում է, որ հետագա քննության համար վարույթները դատարան են հանձնվել հաստատված մեղադրական եզրակացություններով։ Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է արտադրական գործունեությունը։ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունից են հայտնում այս մասին, նաև պարզաբանելով, որ փոխնախարար Էդգար Զաքարյանն է այցելել գործարան եւ տեղում ծանոթացել արտադրական գործընթացի կազմակերպմանը։ Զաքարյանը հայտարարել է, որ նախարարությունը պատրաստ է աջակցել արտադրության ընթացքում առաջացող հնարավոր խնդիրների լուծմանը, նշելով, որ գործարանի անխափան աշխատանքը կարևոր է ինչպես երկրի արդյունաբերական ներուժի պահպանման, այնպես էլ տնտեսական ակտիվության խթանման համար։ Առաջնահերթ մասնագիտություններով հայաստանյան քոլեջներում սովորող բոլոր առաջին կուրսեցիները, անկախ նրանից սովորում են անվճար թե վճարովի համակարգում, ամսական 50,000 դրամ պետական կրթաթոշակ կստանան։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Արաքսիա Սվաջյանի տեղեկացմամբ, առաջին ուսումնական տարվանից հետո կրթաթոշակի շարունակական վճարումը կախված կլինի արդեն ուսանողի ակադեմիական առաջադիմությունից։ Կառավարությունն այս ծրագրով խրախուսում է հատկապես արդյունաբերության, գյուղատնտեսության եւ շինարարության ոլորտների համար կարևոր մասնագիտությունների ընտրությունը։ Հուլիսի 12-ին Հանրապետության հրապարակում անցկացվող Վարդավառ 2026 տոնակատարության պատճառով Երևանի կենտրոնում ժամանակավորապես կփակվի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ եւ հարակից փողոցներ։ Սահմանափակումները կգործեն հուլիսի 12-ի առավոտյան ժամը 7-ից մինչև կեսգիշեր։ Դրանից բացի, արդեն հուլիսի 11-ին ժամը 18-ից մինչև հուլիսի 12-ի կեսգիշեր մանկական գոտու կազմակերպման աշխատանքներով պայմանավորված կսահմանափակվի նաեւ Շահումյանի արձանին հարող միակողմանի նեղ փողոցի երթևեկությունը։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական,